Աստված մարդուն իր պատկերով ու նմանությամբ է ստեղծել։ Արարչության մեջ որևէ ուրիշ արարածի մասին այս խոսքերը չեն ասվում։ Կենդանական աշխարհի, բուսական աշխարհի, տարերքների, անգամ հրեշտակների համար երբևիցե չի ասվում, որ իր պատկերով ու նմանությամբ է ստեղծվել, այլ միայն մարդու համար է ասում, իր պատկերով ու նմանությամբ է ստեղծվել։ Որն այդ պատկերն ու նմանությունը մարդու, աստվածային պատկերն ու նմանությունը։ Առաջնահերթ պատկերն ու նմանությունը կամքն է։ Աստված ունի ինքնիշխան, անձնիշխան կամք։ Աստված ինչ որ կամենում է, նա էլ կատարում է։ Եվ բնականաբար Աստված միայն բարին է կամենում եւ բարին է կատարում։ Այսինքն Աստծո կամքը անփոփոխ բարի է։ Աստծո կամքը երբևիցե չի փոփոխվում։ Աստված ինչ որ կամենում է, նա էլ կատարում է։ Եվ քանի որ Աստված բարին է կամենում, բարին է կատարում։ Եվ Սուրբ Գրիգոր Նարեկացին ինչ է ասում, ասում է, երբ որ քո կամեցողությունն ու կարողությունը միավորվեն, որևէ անհնարին բան չի լինի։ Նա փորձենք հասկանալ կամքի անձնիշխան իմաստով, ինչպես է մարդը Աստծուն նման։ Մարդն էլ ինչ որ կամենում է, կատարում է։ Աստված մարդուն ստեղծվել է ինքնիշխան կամքով, ինչ որ կամենա, նա էլ կկատարի։ Բայց ցավոք սրտի մարդը ոչ միշտ է բարին կամենում։ Եվ ըստ իր կամեցողության կատարում է իր ուզածը։ Եվ այդ պատճառով Աստված մարդուն արգելք տվեց, սահման տվեց։ Ասես դու ինքնիշխան, անձնիշխան կամք ունես, ինչ ուզենաս, այն էլ կարող ես անել, բայց որպեսզի քո կամքը ի բարին գործադրվի, քեզ պատվիրան եմ տալիս։ Դու մի կեր արգելված պտղից, բարու եւ չարի գիտության ծառի պտղից, որպեսզի դու նմանվես քո արարչին։ Չարը չկամենաս, այլ բարին կամենաս։ Ինչ էր արգելված պտղի խորհուրդը, նշանակությունը, հնազանդությունը։ Ինչու արգելված պտղից ճաշակելով մարդը կնմանվեր չարին եւ չէր նմանվի Աստծուն, բարուն։ Որովհետեւ հենց սատանան ինքն էլ անհնազանդ եղավ Աստծուն, արարչին անհնազանդ եղավ, չենթարկվեց արարչին, չուզեցավ Աստծո հրամանը կատարել, այլ ուզեցավ բարձրանալ, իր գահը բարձր դասել, Աստծո գահին հավասար դարձնել։ Եվ այդ պատճառով էլ վտարվեց երկնքից։ Անհնազանդությունը, հպարտությունը, հրեշտակած պարտությունը սատանայի մեղքն է։ Եվ այդ պատճառով Աստված կամեցավ, որ Ադամը հնազանդ լինի Տիրոջը եւ չնմանվի սատանային։ Եվ երբ Ադամը հնազանդ լինել Տիրոջը, ապա նրա կամքը ազատություն, կատարյալ ազատություն ձեռք կբերեր։ Չարը չէր կամենա, այլ կկամենար բարին։ Եվ կմնար մշտական բարու մեջ։ Հրեշտակները ոչ անկյալ, այլ սուրբ, արդար մնացած հրեշտակները, նրանք նմանվեցին ամբողջովին Աստծուն, որովհետև ընտրեցին բարին եւ մնում են բարի։ Դևերը չնմանվեցին Աստծուն, ընտրեցին չարը եւ մնում են չար, չար, որ նշանակում է չարարած։ Այսինքն երբեք չեն փոփոխվում ոչ բարի հրեշտակները չարու մեջ, ոչ էլ չար հրեշտակները բարու մեջ, այլ չար հրեշտակները մշտապես մնում են չարի մեջ, բարի հրեշտակները մնում են բարու մեջ։
Եվ մարդը պետք է ընտրեր բարին եւ մշտապես մնար բարու մեջ։ Այս ցավոք սրտի մարդը չընտրեց բարին, ընտրեց չարը եւ հիմա անընդհատ փոփոխական է մարդը։ Մեկ չարի մեջ է, մեկ բարու մեջ է։ Մեկ լավն է, մեկ վատն է, մեկ արդար է, մեկ մեղավոր է։ Իր անձնիշխան կամքով մարդը չնմանվեց Արարչին, որ անփոփոխ բարի է։ Եվ անգամ չնմանվեց հրեշտակներին, որոնք միշտ բարի մնացին իրենց ընտրությունից հետո, բարի հրեշտակները բարի մնացին, բայց մարդը չնմանվեց ոչ Աստծուն իր կամքով, ոչ էլ հրեշտակներին, որոնք մեկ ընտրության իրենց հնարավորությունը օգտագործեցին եւ նմանվեցին Աստծուն։ Եվ այսպես անընդհատ մենք բարին ենք կամենում եւ չարն ենք կամենում, մեկ լավն ենք, մեկ վատն ենք, մեկ արդար ենք, մեկ մեղավոր ենք։ Եվ ահա, որպեսզի մեր այս փոփոխական կամքը մեզ դյուրափոփող այս մեր բնությունը որպեսզի հստակեցնի, որպեսզի ամրացնի, որպեսզի ուղի շտկի, Քրիստոս ավետարանում ասում է. ով որ չվերցնի իր խաչը, չուրանա իր կամքը եւ չգա իմ ետևից ինձ արժանի չէ։ Կարծես Քրիստոս ուզում է ասել, ով Ադամի սխալը չսրբագրի, չի կարող գտնել դրախտային վիճակը։ Ադամի սխալը անհնազանդություններ, սխալ ընտրություններ, չէ՞։ Եվ մենք էլ անընդհատ խարխափում ենք այդ սխալ ընտրության մեջ։ Եվ որպեսզի չխարխափենք, մենք պետք է ուրանանք մեր երկրորդ կամքը, ոչ թե առաջին կամքը, այլ երկրորդ կամքը։ Ադամի առաջին կամքը արդարը պետք է լիներ, որ պետք է հնազանդվեր Աստծուն եւ մնար անփոփոխ բարու մեջ։ Բայց Ադամը ընտրեց չարը եւ տարուբերվում է երկրորդ կամքը, չարին հնազանդության կամքը, այս երկրորդ կամքն է, որ մեզանից պետք է հեռացնենք, որ մեզանից պահանջում է մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ հեռացնենք։ Ձեր մեղավոր կամքը մինչև չուրանաք, մինչև չհրաժարվեք ձեր մեղավոր կամքից, չազատագրվեք չարի ծառայությունից չեք կարող գտնել ձեր առաջին բարի կամքը։ Ցավոք սրտի մարդու մեջ տեսանելի եւ իշխող կամքը չարի կամքն է։ Մանկությունից մարդու միտքը չարի ծառայության մեջ է, ասում է Աստվածաշունչը, Սուրբ Գիրքը։ Եվ քանի որ մենք մանկությունից մեղքի ու չարի ծառայության մեջ ենք, մենք բուռն պատերազմ պետք է մղենք մեղքի ու չարիքի դեմ։ Մեր կամքը, որ մեզանից խլել է, մենք պետք է ետ վերցնենք։ Ամեն պարագային միշտ պետք է մեղքին ասենք ոչ։ Իսկ ինչպես է մեղքը մեր մեջ բնավորվում։ Նախ եւ առաջ մտքից։ Աչքը տեսավ Եվայի, ցանկացավ, գայթակղվեց, գեղեցիկ է, հաճելի է եւ ճաշակեց։ Աչքից փոխանցվեց միտք։ Այդպես էլ մեղքը մենք տեսնում ենք, գայթակղվում ենք, ցանկանում ենք, փոխանցվում է միտք, բայց դեռևս միտքը կամք չէ։ Մտքի եւ կամքի միջև ճանապարհ կա անցնելիք, որ այդ ճանապարհը չտեսավ Եվան, չտեսավ Ադամը, չնկատեցին այդ նուրբ անցումը մտքից դեպի կամք։ Օձը ինչու էր խոսում անընդհատ Եվայի հետ, որպեսզի այդ անցումը կատարի, որպեսզի Եվային ցանկանալ տա արգելված պտուղը ճաշակել։ Անընդհատ խոսում էր, խաբում էր, շողոքորթում էր, աստվածներ կլինեք, գեղեցիկ կլինեք, բարին ու չարը կճանաչեք, լավը կլինեք, այսպես անընդհատ խաբում էր, իհարկե ամբողջ կեղծիք էր իր ասածը, որպեսզի մարդու հղացած միտքը ծնունդ դառնա։ Այսինքն ինչ որ ինքը մտածել էր Եվան, կամենա սրտով,
Եվ նույնն է ասում մեր Տերն ավետարանում. աչքով նայեցիր, սրտումդ ցանկացար, արդեն շնացար։ Այսինքն դերևս միտքը կամք չէ։ Այս ճանապարհին մենք հզոր պատերազմ պետք է մղենք։ Ինչ որ չարը մեզ, աշխարհը, մեղքը, մարմինը մեզ հրամցնում է, ինչ որ մեզ գայթակղեցնում է, մենք տեսնում ենք, պետք է մի դուռ դնենք այստեղ, սրտից մի քիչ վերևը, այդ կամքը մտքից ներքև։ Տեսնում եք, միտքն ու սիրտ ճանապարհ կա, պատահական չի այս ճանապարհ։ Այդ մտքի սրտի միջև մի դուռ կա, որ կոչվում է կամք։ Եվ այդ ճանապարհին մինչև այդ դուռը չբացենք, մեղքը չի մտնի մեր սիրտ։ Ինչքան էլ ինքը ահավոր պատերազմ մղի մեր դեմ, ինչքան էլ հուժկու հարվածներ հասցնի, չէ՞։ Այսինքն շատերս ենք խոստովանում եւ վկայում ենք, որ այնպիսի մի հուժկու պատերազմ է լինում մեր մտքի վրա, մեղքի պատերազմ, գայթակղության պատերազմ, երազների միջոցով, մարդկանց միջոցով, տարբեր տեղերից պատերազմ է լինում։ Պատկերացեք, ամրոցը ամուր փակված է, բայց դարպասները ամենակարևորն են, որտեղ պարիսպները բարձր են, պարիսպով դժվար է անցնելը, բայց երբ որ դարպասը կոտրեցին, կարող են մտնել ներս։ Ճիշտ այդպես էլ պարիսպները դա մեր մարմնի անդամներն են։ Եթե դռնով չմտնի ներս, պարիսպով դժվար է մտնելը։ Դուռը մեր կամքն է։ Եվ ամեն կերպ տեսել եք ֆիլմերի մեջ, թե ինչպես են բաբաններ, տարբեր գործիքներ օգտագործում, որ պարիսպի դուռը, պարիսպը քանդեն, որպեսզի մտնեն, այդպես էլ չար ամեն տեսակի խորհուրդներով, զգացմունքներով, ցանկություններով, գայթակղություններով ուզում է մեր հոգևոր տան պարիսպը քանդել, ջարդել, մի դուռ, մի անցք բացել։ Երուսաղեմը այդպես էլ գրավել են, քանդել են, ճեղք են բացել եւ մտել են մեջ։ Եվ այստեղ մենք ամենամեծ մեծ ուժը պետք է գործադրենք։ Մեր ամրոցի պարիսպները ամբողջ ուժով պետք է պաշտպանենք։ Թույլ չտանք, որ հանկարծ պարսպից ներս մտնի թշնամին։ Թույլ չտանք, որովհետև սա կարևորագույն հանգամանքն է։ Բայց ցավոք սրտի, շատ անգամ մենք չենք գիտակցում այս պարսպի նշանակությունը, դռան նշանակությունը։ Մեր պարիսպն ու դուռը որպես կանոն բաց է։ Ինչ խորհուրդ, ինչ մեղք, ինչ ցանկություն, երբ, ոնց ուզի կմտնի մեր սիրտը, մեր կամքի դռնով։ Ինչ որ մենք տեսնում ենք, հիմարաբար, տեսնես ես ինչ բան է, հետաքրքիր է, ցանկանում ենք, թույլ ենք տալիս, որ այն աղբը, կեղտը մտքից, կամքի դռնով անցնի մեր սիրտ։ Անընդհատ։ Եվ երբ որ անդրադառնում ենք, ասում ենք, ու այսինքն դե որ թշնամին մտավ մեր ներսը, ավերածություն է անում, ավերածություն է գործում, այսինքն մեր խիղճը մեզ տանջում է, մենք անդրադառնում ենք, որ մեր սիրտը ամբողջին աղբով լցված է, ավետարանում ասում է Երանի սրտով մաքուրն էին, որտեղ Աստծուն պիտի տեսնենք, եւ մենք տեսնում ենք, որ ուրախ չենք, երջանիկ չենք, Աստծուն չենք տեսնում, ինչու, որտեղ մեր սիրտը մաքուր չի, մեր սիրտը ինչ չար խորհուրդներով, չար ցանկություններով ասես չենք լցրել։ Եվ տեսնում ենք, որ չենք կարող երջանիկ լինել, մեր խիղճն էլ է մեզ տանջում, չարչարվում ենք ներսից, սիրտը ոնց որ սիրտը փափուկ է Աստված ստեղծել, մարդու հոգին նուրբ է, իսկ մեղքը ոչ փափուկ է, ոչ նուրբ է, կոպիտ է եւ դաժան է, մեղքը մեր փափուկ սիրտը վերցնում է, շղթաներով կապում է, ու այդպես կապված պահում է, ու օրեցօր շղթաները ձգում է, ու խեղդում է մեզ, մեր սիրտը, մեր հոգին տանջում է մեղքը,
որ մտքից կամքի դռնով մտել է մեր մեջ ու սկսում է տանջել, չարչարել եւ մենք սկսում ենք անդրադառնալ եւ հա այս պարագային Քրիստոս ասում է մինչեւ չուրանաս քո կամքը չվերցնես քո խաչը չգաս իմ ետևից ինձ արժանի չես լինի ինչ է նշանակում մինչև այդ բոլոր թշնամիներին, որ լցրել ես քո ամրոց, հատ չհանես քո ամրոցից, սիրտդ զղջումով, արտասուքով, խոստովանությամբ և ապաշխարությամբ չմաքրես, այդ թշնամիները դու ես մցրել, դու էլ պետք է հանես, խաչով, վերցնես քո խաչը, վերցնես ապաշխարությունը, խաչը դա ապաշխարությունն է մարդու կյանքի պետք է մեղքերի համար ապաշխարես, մաքրես քո սիրտը, սրբես, դուրս անես բոլոր թշնամիներին քո ամրոցից ու հին սխալները չգործես, ամրացնես քո պարիսպը, կամքը զորացնես, մեղքին միշտ ասես ոչ, թույլ չտաս, ինչու, որովհետև այնքան չարիք է գործել մեղքը, այնքան է քեզ պատժել, այնքան է քեզ տանջել, որ այլևս չես ուզում տանջես, չես ուզում չարչարվես, հերիք է, դուրս ես անում, մաքրում ես, խաչով, աղոթքով, ապաշխարությամբ, զղջումով, խոստովանությամբ, վերցնում ես մուրճը, վերցնում ես մեխերը, վերցնում ես ծխնիները, դարբասը դնում ես, ամրացնում ես ու հազարատ կողպեկ ես գցում չարի համար թույլ չես տալիս, որ չարը քո կամքը գրավի, որ քեզ նեղի և սպանի, այսինքն մենք մեղքին երբեք մեռնելու էլ լինենք, պետք է ասենք ոչ, ինչու, որովհետև մեղքը դա մեր թշնամին է, որտև մեղքը մեզ դժոխք է իջեցնել Մի հատ հետաքրքիր պատմություն ձեզ պատմեմ, անողորմ Պետրոսի պատմությունը։ Մի մարդ է լինում, որ անունը Պետրոս է լինում։ Այս մարդը երբեք բարի գործեր չէր կատարել, միշտ չար գործեր արել եւ անողորմ էր։ Աղքատներին չէր ողորմում, չէր օգնում։ Եվ հացի մեծ գործարան ուներ, հաց էր թխում եւ վաճառում էր ու վաստակում էր։ Եվ աղքատները միշտ նստած էին նրա հացի գործանի դիմաց, բայց երբեք նրանց չէր ողորմում։ Մի օր այդ աղքատեկները հավաքված գրազ են գալիս, մեկն ասում է ես Պետրոսից ողորմություն հաց պիտի ստանամ։ Մյուսներն ասում են անհնարին է, Պետրոսից ոչինչ չես կարող ստանել։ Այդպես գրազ են գալիս, մյուս առավոտ Պետրոսը հացերը բարձած սայլերի վրա դուրս է գնում։ Այս աղքատը մոտենում է, ասում է Պետրոս, ինձ հաց տուր ուտեմ։ Ոչ, ասում է, գնա կորին։ Պետրոս, հաց տուր ուտեմ, աղաղակում է, գոռում է։ Եվ Պետրոսը չգիտի ինչ անի, քար չի լինում, որ խփի այդ աղքատին, մի հաց վերցնում է, իբրև քար, նետում է այս աղքատի վրա, աղքատը վերցնում, ասում փառք ես Տեր Աստված, հացն էլ կերա, գրազն էլ հաղթեցի, Աստծուն փառք է տալիս ու շարունակում է իր ընթացքը։ Գիշերը Պետրոսը հիվանդանում է, մղձավանջի մեջ մի տեսիլք է տեսնում։ Երկինքը բացվում է, հրեշտակը երկնքից իջնում է, կշեռք է դրվում։ Մի նժանի վրա դրվում են Պետրոսի բոլոր մեղքերը, մյուս նժարը, որ բարի գործերը պետք է դրվեին, ոչինչ չեն կարողանում դնել։ Չար գործերի նժարի վրա դևերը ավելացնում են նրա գործած հանցանքներն ու մեղքերը, բարի գործերի նժարի վրա հրեշտակները ոչինչ չեն գտնում, որ դնեն։ Այսպես ավելանում է, չար գործերի նժարը ծանրանում է և հրեշտակները ման են գալիս, մի հաց են գտնում, որ նախորդ օրը Պետրոսը ակամա գցել էր աղքատի վրա։ Դնում են բարի գործերի նժարի վրա, մի քիչ շարժում։ Եվ Պետրոսին ասում են, տեսար Պետրոս, որ քո ակամա այդ մեկ բարի գործը անգամ քեզ օգտակար եղավ։ Եվ հրեշտակներին դու հնարավորություն տվեցիր անգամ այդ քո մեկ բարի ակամա գործած բարի գործով քեզ օգնում տալ։
ես օգնել։ Գնա այլևս մեղք մի գործիր, բարին գործիր։ Եվ արթնանում է Պետրոս ամբողջ ջրի մեջ կորած եւ որոշում է այլևս միայն բարի գործել։ Հարուստ է լինում Պետրոսը, մեծահարուստ։ Իր ամբողջ ունեցվածքը վաճառում է, բաժանում է աղքատներին եւ դրանով էլ չի բավարարվում։ Ինքն իրեն վաճառում է 25 արծաթով։ Ասում է, ես արժանի չեմ Քրիստոսի նման 30 արծաթով վաճառվելու։ 25 արծաթով ինքն իրեն վաճառում է եւ հանձնում ստրկության եւ 25 արծաթն էլ բաժանում է աղքատներին։ Եվ այս ամբողջ կյանքը աղքատությամբ է ապրում եւ քավում է իր մեղքերը, անողորմ Պետրոսը դառնում է ողորմած Պետրոս, բարեգործ Պետրոս եւ վերջո արժանում է երկնքի արքայության։ Երանելի Պետրոս։ Երանելի Պետրոս։ Հիմա մենք անպայման պետք է մեր կամքը թրծենք։ Եթե ի սկզբանե կարողացել ենք մեր կամքը ամուր պահել, չթուլացնենք մեր կամքը, մեր սրտի ցանկությունը չկատարենք, կամք նշանակում է ցանկություն։ Շատ անգամ մեր սիրտը ցանկանում է ոչ ճիշտ բաներ, ոչ լավ բաներ, եւ անընդհատ մեր կամքը մենք թրծելով, ուժղացնելով, ամրացնելով, մեր կամքը չկատարելով, սրտի ցանկությունը չկատարելով, մեր հոգևոր տան պարսպի դռները ամուր ենք պահում եւ թույլ չենք տալի, որ մեղքը մեր մեջ մտնի։ Ուրեմն հատկապես այս պահեցողության շրջանում, երբ որ մենք մեր սրտի ցանկությունը չենք կատարում, մենք մեր ուզածը չենք ուտում, մենք մեր ուզածը չենք նայում, մենք մեր ուզածը չենք խոսում ու լսում, շատ հարմար առիթ է վատ սովորություններից, խմելուց, ծխելուց, մյուս չար սովորություններից հրաժարվելու, համացանցի այդ գերությունից ազատագրվելու, ամենահարմար առիթն է։ Կամքի մանրամարզության, կամքի մարզումի, կամքի թրծումի, կամքի հզորացումի շրջան է, ապաշխարության շրջան է։ Ուրեմն զորացնենք մեր կամքը, ուժեղացնենք մեր կամքը, որ մեզ առաջնորդի դեպի հավիտենականությունը։ Ամեն։